Իհարկե, եկել ենք պաշտամունքի, մտածում ենք, հիմա կսկսվի, կերքեն մի քանի երգ, դուրներս կգա կամ չի գա, հետո կոչ կանեն, մեր նվերները, մեր ընծաները տիրոջը բերել, հետո էլի մի քանի երգ, հետո քարոզիչը կբարձրանա, կքարոզի, կամ կլսենք կամ չենք լսի, երկերը կամ կհավանենք կամ չենք հավանի, քարոզչի քարոզը կամ կհավանենք կամ չենք հավանի, ու հետո կգնանք մեր գործերով։ Ռուբիկ եղբայր, ինչու էսպես սկսեցիր, լավ տեղից են վերջացնելու, երբեմն լավ սկսելը վատ վերջացնելը արդյունավետ չի, բայց մենք պիտի առ երեսվենք, բայց ուշադիր հիմա լսեք, խնդրում եմ, ամբողջությամբ ուշադրությամբ լսեք։ Նախ իմ և քո հավանել չհավանելու մասին չի պաշտամունքը։ Պաշտամունքը նրան դուր գալու մասին է։ Պաշտամունքը նրա հավանելու համար է։ Պաշտամունքը նրան հաճեցնելու համար է։ Իսկ մնացածը հետևանքներ պիտի լինեն, հիվանդ ենք, դա հետևանք պիտի լինի բժշկությունը։ Կարիքի մեջ ենք, այդ երկրպագության նրան հաճեցնելու հետևանքով դա պիտի լինի, ոչ թե դա պիտի լինի պատճառ, որ մենք կանք հավաքույթի։ Ես եկել եմ նրան երկրպագելու։ Ամեն, ամեն ու ամեն, փառք Տիրոջը։ Սիրելիներ, ուզում եմ ասել, սա այս մի երկու փոքր թղթերը, երբ որ փոքր թղթեր են լինում, դա նշանակում է առավոտյան աղոթքի, մտորումների հետևանք են։ Ամեն մի պաշտամունք պիտի հասկանանք, ամեն մի պաշտամունք առանձնահատուկ է, որովհետև պաշտամունք, եթե ասում ենք պաշտամունք, դա հանդիպում է Տիրոջ հետ։ Ես եկել եմ նրա հետ հանդիպելու, իսկ եթե նրա հետ չեմ հանդիպում, ում եմ երկրպագում։ Եթե թագավորն այստեղ չի, ես ում եմ երկրպագում։ Նա իր տանն է, ես եկել եմ նրան երկրպագելու։ Իմ երգը ինձ ուղղված չի, իմ կյանքը պատմելու համար չի, իմ երգը ուղղված է նրա մեծափառությանը, նրա փառքին ու զորությանը, նրա ամենակարողությանը։ Կուզեմ ամեն լսել։ Ամեն հանդիպում անակնկալ է, ցնցում է, ստրես է, կարդացեք ավետարանը։ Գալու եմ և աշտանակը շարժեմ, գալու եմ ու ասեմ, առաջին սերը թողել ես, գալու եմ ու ասեմ, վերադարձի, գալու եմ ու ասեմ, քո մեղքերից ազատվի, մարդիկ կան, որ վատ բաներով են զբաղված, դուրս հանի նրանց, մի սպասի, և այսպես շարունակ, ամեն, ուզում եմ հարցնել, դու պատրաստվել ես այդ հանդիպմանը, դու պատրաստվել ես, որ այստեղ պետք է Տիրոջը հանդիպես, Ռուբիկ եղբայր, այդ ինչ խորտ բաներ ես ասում, իսկական բաները, շատ բնական բաները մեզ համար արդեն խորտ են դարձել, բայց եթե ես Տիրոջ համար չեմ գալիս, Տիրոջը հանդիպելու համար չեմ գալիս, այստեղ ինչ կա այստեղ, աթոռներ, սրանից լավ, բեմեր, չգիտեմ ինչեր, ամեն ինչ էլ կա, դրսում, մենք նրանց պես չենք կարողանի, այդքան փող չենք կարող ծախսել։ Մեր պաշտամունքի գեղեցկությունը, մեր սրտից բխած աղոթքն ու երկրպագությունն Աստված։ Աստված պիտի հաճի մեր արածին։ Ես տանուլ եմ տալիս իմ հիմնական պատգամը, բայց ոչինչ։ Ուրեմն, դու պիտի պատրաստ լինես անակնկալ հանդիպման։ Դու չգիտես, թե նա երբ կգա և երբ կխոսի քեզ հետ, հենց քեզ հետ։
Հանդիպումը սկսվում է երկրպագությունից։ Հանդիպումը սկսվում է երկրպագությունից, թագավորին տեսա, թագավորն եկավ։ Ես ում առաջ եմ ընկնում գետին, եթե թագավորն էստեղ չի, եթե սա նրա տունը չի, եթե ես նրան երկրպագու չեմ, ով եմ ես։ Հանդիպումը սկսվում է երկրպագությունից։ Կներես, ես իմ մասին եմ ասում, դու այնքան մեծ չես, որ նրան չերկրպագես։ Դու այնքան մեծ չես, որ նրան չերկրպագես։ Դու չես կարող նրա ներկայության մեջ մտնել առանց նրան երկրպագելու։ Բայց ոնց հնարավոր է, որ մեկը հանդիպի, ես չհանդիպեմ, այն էլ ոնց է հնարավոր։ Այն ինչ որ միշտ տեղի է ունենում, ամեն օր։ Մեկը այստեղից գնում է հարստացած, լծված, սովորած, մյուսը գնում է ու սկսում է քննադատել, բան ասել, այն ինչ էր ասում Ռուբիկ եղբայրը, այդ խիերը տենց ակտիվացել, ինչ է պատահել։ Ամեն օր պատահում է ինձ հետ, ամեն տեսակ բան, ոչ միայն լավ բան, այլ նաև վատ բան է պատահում, բայց ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի այսօր իմ հետ ինչ է պատահել, ես եկել եմ նրան երկրպագելու։ Պողոսը անգամ ասում էր, ձեզ հետ պատահած ամեն բաները, Պետրոսը ասում էր, սովորական բան ընդունեք անգամ են բուրռը նեղությունները, որ կգա ձեր կյանքում, հալածանքները, չարչարանքները։ Ես նպատակի մարդ եմ։ Սամվել եղբայր ջան, որտեղ ես չգիտեմ, բայց լավ ես ասում, մի պատմություն սրա հետ պատմեմ, մի մարդ պատմում էր, որ երբ որ առաջի անգամ գնում է եկեղեցի, երբ որ հովիվը կոչ է անում, որ ապաշխարին, պատգամը նախ իրա դուրը շատ է գալիս, մեր եկեղեցի չի, լավ եկեղեցու մասին եմ խոսում։ Վերջապես դուրը շատ է գալի հովվի պատգամը, Տերը կպնում է իրա սրտին, և ինքը, երբ որ հովիվը կոչ անում, եկեք ապաշխարեք, նրանք ուզում են սրտները տալ, թող առաջ գան եւ այլ եւ այլ։ Այս մարդը ինչպես միշտ ամեն եկեղեցիներում լինում է։ Այս մարդը արդեն Տիրոջից այցելված, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, խորը զղջումով գալիս է, ծնկի է գալիս, ապաշխարում է, խոստովանում է Տիրոջ իր մեղքերը եւ այլ։ Հետո երբ որ այդ հոգու ազդեցության տակ բոլորը վերջացրած են լինում, աղոթք ես մարդը շարունակում է աղոթքը, մի մարդ, փորձառու մարդ, արդեն խելացի մարդ, փորձառու հավատացյալ, միգուցե ավակ հովիվը, գալիս է, թփթփացնում է մեջքին, ասում է, ոչինչ տղա ջան, կանցնի, անցել է, ես ուզում եմ վերադառնա, չանցնի, իսկ եթե չի սկսվել, թող սկսվի, մենք դերասան չենք ստեղ, դուք տեսնում եք, որ ես շատ երիտասարդ չեմ և ոչ էլ որևէ բան կա, որ ցուցադրեմ, ոչ շատ մեծ խելք, ոչ շատ ճարտար լեզու, ոչ շատ բարձր հասակ և մնացած բաները։ Ինչ եմ ուզում ես։ Ուզում եմ, որ ես ու դու նրան պատվենք, որպես Աստված, որովհետև Հռոմացիս առաջին գլխում գրված է, նրանք ովքեր Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո պես չպաշտեցին։ Ես ուզում եմ իմ աղոթքը լինի Աստծուն ուղված, որպես Աստված։ Ես ուզում եմ իմ երգը հասկանալի լինի, ես Աստծո համար եմ երգում, ես չեմ երգում, որ ասեն Ռուբիկ ինչ լավ երգեց։ Ես չեմ երգում, որ տեսնեն ես որքան ավելի լավ երաժշտական տվյալներ ունեմ, քան ես խեղճը, խին կանգնացել ես չեմ էլ հասկանում։ Ես խեն ես մարդուն թողել հերերաստեղ, ես ինչ է խոսում։ Մի հատ խելոք մարդ բերեք կարգին բանքարոզի, լսենք մի հատ լավ պատմություն պատմի, մի հատ չգիտեմ փշաքաղվի մարմիններս։ Ալելույա։ Քո դիրքով, քո հոգով, քո սրտով, քո զոհով պիտի երկրպագես նրան։ Քո հոգով, քո սրտով, քո հոգով, քո սրտով պիտի երկրպագես նրան։ Քո հոգով, քո սրտով, քո հոգով, քո սրտով պիտի երկրպագես նրան։ Քո հոգով, քո սրտով, քո հոգով, քո զոհով պիտի երկրպագես նրան։
Մենք փող չենք հավաքում, մենք զոհաբերություն ենք անում Տիրոջը։ Ես սպասումով եմ սպասում այն պահին, որ ես այն ինչ որ կա դնեմ այնտեղ։ Եվ ասեմ, իմ կարողության չափով, կարծում եմ շատ մեծ չի, բայց իմ կարողության չափով է։ Լավ չեմ երգում, լավ ձայնային տվյալներ չունեմ, բայց ոնց էլ որ երգում եմ, ուզում եմ, որ Տիրոջը ուղղված լինի։ Շատ ճարտար աղոթել չգիտեմ, բայց ոնց որ աղոթում եմ, ուզում եմ, որ Տիրոջը հասկանալի բան ասեմ, ոչ թե խուճուճիկ խոսքեր։ Տեր, փրկի, եւ Տերը գիտի ես ինչ եմ աղոթում։ Հասի Տեր, շատ ծանր է վիճակս, հասի։ Դավիթն ասում է, ես ուշանում Տեր, հասեք այդ մտերմությանը, Տեր, շկան աղոթեմ, որ դու ինձ լսես, մարգարեն էր ասում ամբակումը, հերիք չի ես աղոթեմ, դու չլսես, աղոթեմ չլսես, հերիք չի ասեմ, ուզում եմ հանդիպեմ, դու էլ ասես ժամանակ չունեմ, կամ չհանդիպես, հետո մի օր Տերը, որ եկավ հանդիպեց, ասավ ոսկորները սկսեց մաշվել, բա ինչ էիր կարծում, սարերն են մաշում, երկինքն է թողում, քո Աստծո մասին եմ քարոզում, Աստված պաշտության մասին եմ քարոզում, քրիստոնեության մասին եմ քարոզում, քրիստոնեությունը ձևական բաներ չի, քրիստոնեությունը Աստված պաշտությունը, Աստծո փառքը փնտրելը, Աստծոն երկրպագելը, ուրիշ շատ բաներ, որ չեմ կարող հիմա ասել։ Հիմա նրա խոսքը լսելու ժամանակն է։ Տիրոջը հանդիպելուց լսում էին մարդիկ տարբեր բաներ, նաև այսօր, օրինակ, կարող ես լսել, գնա, էլ մեղք մի գործի, ով ուզում ես լսի, ում ասա վերաբերվում, ում չի վերաբերվում, կհասկանաս մի օր, ամեն, ինչ որ մեկին հանդիպելուց ասում է, գնա ամուսնուդ կանչիր, Այդպես բան էլ կա, ուր անձի ամուսին, մեղա, գնա կնոջդ կանչի, ես ինչ խայտարակ մարդիկ են, ստեղ եք, մենք իրար հասկանում ենք, թե սիրուն քարոզ եք ուզում, ես սիրուն քարոզել չգիտեմ, ես ուզում եմ եկեղեցին պատրաստ լինի Տիրոջ առաջ կանգնելուն, դրան պետք է պատրաստվենք, մյուսին ասում եմ, գնա, դու էլ այդպես արա, գնա, դու էլ այդպես արա, սրանք ամեն մեկը մի մեծ պատգամի վերնագրեր են, բայց անգամ այսօրվա իմ պատգամի մաս չի կազմում, մյուսին ասում էր, գնա քո տունը և պատմի, թե Տերը ինչ է արել քեզ հետ, շատերի տնեցիք խաբարել չեն, թե իրանց հետ ինչ է պատահել, գնա պատմի, ով է հասկանում ինչ եմ խոսում, մյուսին էլ ասում է, վերցրու մահիճդ կամ անկողին է, դու գնա քո տուն, այն մյուսին ասում է, քո մեղքերը ներված են քեզ, այն մյուսին ասում է, գնա ունեցածը ծախի, այդ իպտի ասած չլիներ, Ռուբիկ եղբայր, շկան հետա մնացես, ես որ դարում ես մնացել, որ թվին ես մնացել, ես դու ով ես ընդհանրապես, հիմա ով է ունեցած ծախում, ես ինչ մի ամտություն է, հերիք չի խապեն հավատացյալներից իրանց ունեցածներն առնեն, լավ է փառք Աստծո, գոնե այդ մասին ես եկեղեցում որևէ մեկը չի կարող ասել, որովհետև ոչ մեկից ոչինչ չենք առել, չենք էլ պատրաստվում առնել, բայց եթե Տերը քեզ ասի, դու ինչ պիտի անես, գնա ունեցածը ծախի, տար աղքատներին բաժանի, որովհետև նա քեզ պետք չի,
առանց քսակի, առանց պարկի, առանց երկու հագուստի, արի իմ հետևից գնա։ Ես էլ իմացի, ճակատագիրը դու պատմություն տել ասեմ հենց գլխից, քեզ ուղարկելու եմ տկլոր, առանց երկու հագուստի, առանց հացի, առանց քսակի, որտեղ կգնաս, ես այնտեղ քեզ կապահովեմ։ Մշակն ես իմ, մշակը արժանի է իր վարձքի։ Ճնճղույքից լավ է, մշակը իմ համար։ Եթե ճնճղույքին կերակրում եմ, դաշտի գազանին կերակրում եմ, քեզ կկերակրեմ ու կկերակրեմ, դու ավելի լավն ես։ Ես այսպես բան չենք ուզում լսենք, լավ բան ենք ուզում լսենք, լավ բաներ լսելով լավ տեղ չենք հասնում։ Մենք պետք է ավետարան լսենք։ Քրիստոնեությունը արմատական հավատքը։ Արմատական։ Դու կամ փրկված ես, կամ կորած ես, կամ մեռած ես, կամ կենդանի ես։ Կիսամեր, կիսակենդանի չի լինում։ Կիսամերները մեռնում են։ Կիսակենդանիներն էլ են մեռնում։ Մենակ լրիվ կենդանիներն են ապրում։ Ամեն։ Ուրեմն գանք պատգամին կարևոր դասը կամ գնացեք սովորեք։ Ողորմություն եմ ուզում, թե ինչ է ողորմություն եմ ուզում, ոչ թե զո։ Ամեն։ Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխում մի հատված կա, 9-րդ գլխում 10-13 համարները։ Եղավ երբ տանը սեղաներ նստած, ահա շատ մաքսավորներ եւ մեղավորներ եկել բազմել էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։ Փարիսեցիները երբ սա տեսան, ասացին նրա աշակերտներին. Ինչու է ձեր վարդապետը ուտում մաքսավորների եւ մեղավորների հետ։ Երբ Հիսուսը լսեց, ասաց նրանց. ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Գնացեք եւ սովորեք, թե ինչ է ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, որովհետեւ ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին ապաշխարության։ Ինչ կապ ունի, ես ինչ ես ասում։ Ժողովուրդ, եթե ողորմություն բառը եւ սեր բառը Աստվածաշնչից հանենք, տակը շատ քիչ բան կմնա։ Եթե Աստված ինձ չողորմեր, ես այստեղ չէի լինի, դու էլ այդտեղ չէի լինի։ Ամեն։ Գնացեք, սովորեք, ինչ եմ ուզում։ Ես որքան նայել եմ կամ որքան ծանոթ եմ, չեմ լավ ուսումնասիրել, միգուցե ուրիշ տեղ գտնեմ, սա միակ տեղն է, որ Հիսուսն ասում է գնացեք, սովորեք, ինքը չի սովորացնում։ Հենց շատ է սովորացնում։ Շատ է սովորացնում։ Բայց քանի որ փարիսեցիներն էին, ասում էր գնացեք ձեր մարգարեների մեջ, սովորեք, թե ինչ է նշանակում։ Այդ ինչ է պատահել, ձեր վարդապետը նստում է մեղավոր մարդկանց հետ, համարում կա, հեղինակություն կա, դու հետ չես հասկանում տես բաներից, այ վարդապետ։ Ինչ ես քո հեղինակությունը գծում, քո մասին ինչ պետք է խոսան։ Գնում են, չգիտեմ, հավատացյալների եկեղեցի, ալելու են ասում, հա, չեք լսել։ Այո, 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 գնացեք սովորեք։ Սա ուրեմն կարևորագույն դաս պետք է լիներ, որ Հիսուս մեզ ուղարկեր սովորելու։ Թեկուզ ինքը ողորմության մասին շատ է խոսում, ուրեմն ողորմած եղեք, ինչպես ձեր հայրն է ողորմած։ Ամեն, ամեն։ Մատթեոսի ավետարանից կարդացին, Ղուկասի ավետարանի մեջ էլ 6-րդ գլխի 30-36 համարում էլի նույն պատմություններ, ասում էր, որ մարդկանց հետ վարվեք այսպես, ձեր երեսին կզարկեն, մյուսը զարկի, ուզողին տուրու, երես մի դարձրու, վերջապես մարդկանց նկատմամբ եղեք ողորմած, ինչպես ձեր հայրն է երկնքում ողորմած։
մի օր Մովսեսն ասավ Տեր, եթե դու մեր հետ չլինես, այստեղից մեզ մի հանի։ Ուր կենանք առանց քեզ։ Քանի որ Մովսեսը Տիրոջ առաջ իսկապես շնորհք էր գտել, Տերը հանդիպում էր այդ մարդուն, որովհետև նա մարդ էր դեմքով, երեսով, անհատականությամբ, աստվածապաշտությամբ, նվիրումով 100%, ոչ թե 99։ Աստված ասավ, ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Քո խնդրանքը կանեմ, ես քեզ ցույց կտամ իմ ամբողջ բարությունը։ Լսեք, բառեր կա, որ թարգմանության ժամանակ այստեղ թե բարություն, թե ողորմություն այդ հատվածներին չեմ կարա, ժամանակս թույլ չի տա, որ անդրադառնամ։ Նույն բառն է, խեսեդ բառն է, որ ոչ միայն նշանակում է բարություն, ոչ թե ողորմություն, ոչ թե միայն գթասրտություն, ոչ թե կարեկցանք, այլ ուրիշ շատ բաներ։ Որովհետև այդ լեզվի մեջ, նայած թե որ նախադասության մեջ ոնց կդնես այդ բառը, այս կնշանակի։ Բայց միևնույնը, նույն իմաստն ունի։ Օրինակ, ողորմությունն ու գթասրտությունը իրարից տարբեր է։ Ողորմությունն ու բարությունը իրարից տարբեր է։ Իհարկե ոչ։ Եթե բարի չլինես, ոնց ողորմած կանես։ Այն որ ասում են, չգիտեմ, մի բուր կորեկտաս, մի հատ ձեռք չես կարա առնես։ Դու ոնց կարաս բարություն անես։ Ոնց կարաս ողորմած լինես։ Հասկանում եք։ Եվ Տերը նրան ասավ. այո, քո ասածը կանեմ, բայց դու ինձ չես կարող երես առ երես տեսնես, որովհետև կմեռնես։ Բայց ես կդնեմ մի խորոչի մեջ, կանցնեմ, երբ որ անցավ, գրված է, այդ մասին գրված է 34 ելից 34 գլխի մեջ, երբ որ անցավ, իսկ հաջորդ գլխի մեջ արդեն 34-ի մեջ արդեն ուրիշ պատմություն է, նույնն է նկարագրում, երբ որ անցավ, հռչակեց։ Եհովա ողորմած, գթած, բազմավորոր, մեծ տեղերը չեմ կարդում, որովհետև ասում եմ, ուղղակի ուզում եմ հիշացնեմ։ Այնուհետև, երբ որ Մովսեսը հանդիպեց, այդ հանդիպման ժամանակ ուրիշ բան, Մովսեսը հետևից աղաղակեց։ Ինչ աղաղակեց։ Տեր, Աստված, ողորմած ու բարերար, երկայնամիտ եւ առատ ողորմությունով, որ ճշմարտությունով հազարներին ողորմություն անող, անօրնություն հանցանք եւ մեղքներով, բայց հանցավորին ամենևին անպարտ չթողող։ Ալելույա, այս ինչ է ասում։ Բայց եթե ողորմում ես, հավասար ողորմի, էլի, բայց ում ես ողորմում։ Այստեղ էլի հանցավոր բառ կա, որ թարգմանված հանցավոր բառից մենք բոլորս ենք հանցավոր, բայց Աստված ողորմություն արեց, այդ ինչ դասակարգի, այդ ինչ կատեգորիայի հանցավոր էին, որ նրան անպատիժ չի թողում։ Լավ, քիչ հետո հասնենք դրան։ Գոհացեք Տերից, որովհետև բարի է, որովհետև նրա ողորմությունը հավիտյան է, գոհացեք աստվածների Աստծուց, որովհետև նրա ողորմությունը հավիտյան է, գոհացեք Տերերի Տիրոջից, որովհետև նրա ողորմությունը հավիտյան է։ Դուք արդեն հասկանում եք, եթե ծանոթ եք Աստվածաշնչին 136-րդ գլուխն է, առաջի 3 համարը կարդացի, բայց դուք կարդացեք ամբողջ գլուխը։ Գլուխը ընդամենը 27 համար է եւ 26 անգամ այդ նույն գլխի մեջ կրկնվում է գոհացեք Աստծուց, որովհետև բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Արեք ձեռքներս բարձրացնենք ու ասենք. Գոհանում ենք քեզանից, որ դու բարի ես եւ քո ողորմությունը հավիտյան է։ Քո ողորմություններն էր, որ ես չվերջացա։ Ես որ այստեղ եմ, նրա ողորմություններն էր։ Թույլ տուր ասեմ քեզ, իմ սիրելի քույրս, եղբայրս, սիրելով քեզ ասեմ, նրա ողորմություններն էր, որ դու չվերջացար։ Ռուբիկ եղբայր, ինձ քեզ հետ չչափես։ Չեմ չափում։ Ոչ մեկին ոչ մեկի հետ չենք չափում, բայց մենք նույն խմորից ենք ունցված։ Մեղքը մեզ ապականել է։ Մեր բնությունը չար է, մեր մտքով միշտ վատ բան է անցնում։ Ռուբիկ եղբայր, այդքան մռայլ ես ներկայացնում։ Ես մռայլ չեմ ներկայացնում, ավետարանն ասում։ Որովհետև երբ որ Ադամը մեղք գործեց, մարդկային ցեղը մեռավ բարության համար, արդարության համար, սիրո համար մեռավ։
Ոմանք ասում են ձեր բարի Աստվածը ոնց է մարդկանց դժոխք ուղարկում վարվելու։ Լսեք, ի Աստված է ուղարկում։ Իբր թե հիմա ստեղ դրախտ է, հա։ Վախ, այդ դժոխքում ենք, հավատացողները այս դժոխից փրկվում են։ Այս չհավատացողները իրան ճամփեր շարունակում են, բնական ընթացքով գնում են, տրամաբանական ավարտին են հասնում։ Կյանքը այդպես չի, կյանքը այդպես է։ Գնացեք որբանոցներ, գնացեք ծերանոցներ, գնացեք, չգիտեմ, 1000 ու մի հիմնարկներ։ Ես երբեմն շատ չէ, բայց երբեմն առիթ եմ ունեցել։ Գնացեք իմանաք, մեկի համար հարսանիք է, բայց մյուսի համար։ Այտենց է, խի Աստված այտենց է, արդարությունն այտենց է, որ մեկը պետք է ամբողջ կյանքում տարապի մյուսը, չգիտեմ, փառքերի մեջ։ Սուրբ Գիրքը երկու բան է ասում։ Ասում էր ոմանք մորթվելու, պարարտանում են մորթվելու համար։ Իսկ ինչ էր այդ հանցավոր բառը, այդ ինչ էր։ Նրանք, ովքեր չեն զղջում։ Սխալ արի, ինչ եմ արել որ, ում հավին եմ ասել քշա։ Չես արել։ Թեկուզ առավոտից մինչև իրիկուն միտքդ ապականված, չգիտեմ ինչեր ես մտածում, ինչեր ես խոսում, բայց ու մարդ չի տեսել։ Հարևանդ էլ հավ չունի, որ քշա ասես։ Ինչ է պատահել իմ հետ։ Լավ բան։ Ուզում եմ հասկանանք։ Ես չեմ ուզում ձեզ այստեղ նստեք ու չիմանաք խի եք եկել, խի եք գնում։ Ես ուզում եմ մտածեք, իսկապես այսքան լավ բանի համար Աստված մեզ կանչել։ Այո, ավելի լավ ոչ աչքա տեսել, ոչ ականջա լսել, ոչ էլ մարդու սրտի մեջ անի։ Աստված այդքան բարի է։ Եթե Աստված այդքան բարի չլիներ, բայց այստեղ կանգնած կլինեի, բայց դու տեղ նստած կլինեի, հարազատ մարդ, անկեղծ լինենք ես իմ հետ, դու ձեր հետ։ Հիմա էլ որ այսքան դերասանություն ենք անում, ռեն շեշտում եմ, որ դերասանի հետ չշփոթենք։ Հասկանում եք։ Համբերումը, երկայնամիտը, օրհնեցեք Տիրոջը, որովհետև բարի է, նրա ողորմությունը հավիտյան է, նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ է։ Ալելույա։ Ես բարձրացնում եմ իմ ձեռքերն ու ասում Աստված ողորմած է իմ հանդեպ։ Նա միշտ է այդպես եղել։ Եթե ոչ ես այստեղ ինչ գործ ունեի։ Հիմա վաղուց մեկը մեջքիս կանցնի ու անցած կլներ։ Բայց փառք Աստծո, որ Աստված պինդ բռնեց, ասավ գնա։ Ոչինչ դու չես կարող։ Ես քո օգնության կարիքը չունեմ։ Առանց քեզ ես ամեն բան կարող եմ անել, բայց վերցրա լապատկետ ու ես գործը արա։ Ընդամենն է սա։ Հանկարծ մեկ որ ես քարոզիչները իրանց որպես նենց հոգևոր, չգիտեմ, ծանրակշիռներ, ասում ես լավ էլի, իսեր Աստծո աղբեր, ոչ քեզ խափի, ոչ ուրիշներին խափի, ինձ հաստատ չես կարող խափես, որովհետև ես գիտեմ ինչից է մարդը։ Սուրբ Գիրքն էլ ասում, նա գիտի, որ մենք հողից ենք, մեր կառուցվածքը գիտի ինքն է, հունց է չգիտի։ Բա ինչեր ասում, չուտես հանկարծ այս ծառից, որովհետև ու կերածդ օրը կմեռնես։ Ադամը կերավ, չմեռավ, այ բասում էիր, երևի սատանին եկավ ասա, բա որ քեզ ասում է, որ չես մեռնի, տեսնում ես, հələ խոսում ենք։ Բայց Ադամն արդեն մեռած էր, հոգևորապես, Աստծո հետ հաղորդակցությունը կտրված։ Մենք որ գալիս ենք եկեղեցի վերստին ծնունդով, մենք կենթանանում ենք, ժողովուրդ։ Կենթանանում ենք մենք վերստին ծնունդով, որ մեռած էինք մեր մեղքերի ու հանցանքների մեջ, ինքը մեզ ինչ արեց։ Քո ավետարանի մեջ գրված է։ Ինչ որ մեկի մասին է, թե վատ Պողոսի մասին է գրված։ Պողոսն ասում է, ես թե մենք։ Ում նկատի ունի։ Ալելույա, փառք Տիրոջը։
Ես սիրում եմ նրան, ես սիրահարված եմ։ Ինչ կունենամ, ինչ չեմ ունենա, հա, տեսեք ինչ հրաշք եղավ, ինչ եղավ, ոտը ցավում էր անցավ, կաղեր, ոտքը դզվեց, լավ եղավ։ Ես էլ մեռած էի, կենթանացա։ Դու ինչն ես գնահատում։ Հիսուսն ասում էր, եթե ոտդ գայթակղես, մը կտրի քցի։ Ավելի լավ է մի ոտքով գնաս կյանք, քան թե երկու ոտքով հավիտենական կրակների մեջ վառվես։ Հիմա ո՞րն է կարևոր։ Ո՞րն է մեծ հրաշք, ասա։ Ես մեռած էի ու հիմա կենթանի եմ։ Ես չգիտեմ քեզ ինչն է ուրախացնում։ Դժբախտաբար ժամանակներ են եղել։ Լավ, դրան չանդրադառնամ։ Առաջինը, Աստված անպատիժ չի թողում հանցավորին երկու կատեգորիա կա։ Չզղջացողը անպատիժ չի մնում։ Մի ծածկի, խոստովանի։ Ինչ ես ծածկում։ Ծածկում ես անպատիժ չես մնա, կպատժվես։ Խոստովանի, հանցանքը թող ների։ Խոստովանի, կա երկ, ժողովուրդ, ես ծածկում։ 7 կնիկով կնքում, չի եղել։ Գնա մարդիդ կանչի։ Մարդ չունեմ։ Ավելի ճիշտ կլի ուրիշ հարց տաս։ Որ մեկին։ Ամեն։ Ամեն։ Լավ գնա կնոջդ կանչի։ Հələ ես ամուսնացած չեմ։ Լուրջ։ Բայնի են ինչ լսեք ժողովուրդ։ Մենք պետք է առերեսվենք կյանքի իրականության հետ։ Այս մեր հասարակությունն այնքան փտած է։ Այն ինչ որ կատարում է, տեսնում ես, ասում ես, մարդիկ այսքան կույր եք, այս ինչ եք անում։ Այս ինչ է կատարվում։ Այս ինչն եք ինչի հետ փոխում։ Ես եք տենց վրաս ծախվում, այդքան էժան եք դուք, մարդիկ։ Թանկ քնով եք կնվել։ Մարդկանց ծառա չլինեք։ Ինչ է պատահել այս հասարակության հետ։ Հիվանդ է, մեղքի հիվանդությունով։ Մեղքը կուրացնում է մարդկանց։ Եվ երկրորդը ապստամբների Աստված անպատիժ չի թողում։ Ապստամբությունը Աստծո հանդեպ, որ գործվում է հատուկ Աստծուն բարկացնելու համար։ Այդպիսի մի երևույթ կար Կորինթոսում։ Մարդիկ գալիս էին եկեղեցի, հաղորդություն էին վերցնում ու գնում էին կռատներ, այնտեղ էլ ընդեղի մսից էին ուտում, այնտեղի զոհիրից էին ուտում։ Բա կանչել է, հորոխբորս տղեն է, հիմա ինչ ես ասում, բարեկամներիցս հրաժարվեմ, չես թողում գնամ կռապաշտ հորոխբորս կարած այդ կուրքի զոհից ուտեմ, և Պողոսն ինչ է ասում։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 20-21 Չեք կարող տիրոջ բաժակը խմել և դևերի բաժակը, չեք կարող Աստծո սեղանից օգտվել և դևերի սեղանից, կամ թե տիրոջը նախանձի գրգռենք, միթե նրանից ավելի զորավոր ենք։ Տիրոջը բարկացնենք, եթան տիրոջ հետ պատերազմենք, անպատիժ չես մնա։ Անպատիժ չես մնա։ Բոլորը սայթակում են, բոլորը մեղանչել են։ Ոմանք մինչև Աստծուն դառնալը, եթե խոստովանել ես տվել ես տիրոջը ազատ ապրի։ Իսկ եթե սայթակում ես խոստովանի, Աստված ներում է, ներող Աստված է, ողորմացող Աստված է։ Ոչ ծածկի, ոչ էլ ըմբոստություն արա։ Գիտեք շատեր իրանց մեղք, գիտեք ոնց են ծածկում, շնորհքով, հիպեր շնորհքով։ Գերձայնային շնորհքով։ Չկա տենց բան, չկա։ Խոստովանի Տերը ներումը։
գնա այլևս մեղք մի գործի, որ ավելի չար բան քեզ հետ չպատահի։ Դա իմ խոսքերը չի, Հիսուսի խոսքերն է։ Աստված մեզ մեղքից ազատել է, որ մեղքից առայլ չլինենք։ Դու ինչ ես բացատրում։ Տերը բոլոր մեր մեղքերը ներել է, ներում է ու կների։ Հա, այդպիսի մի պատմություն եղել է ինդուլգենցիաների հետ, որ ժամանակին Հռոմի եկեղեցին ինդուլգենցիա էր ծախում, չգիտեմ, մեղքի համար, այս մեղքն ես արել, այսքան կտաս, կներենք, կջնջենք, կարծես թե իրանք էին ջնջողն ու գրողը։ Հետո մեկը գալիս է քահանային, ասում է, ես ծանր բան եմ ուզում անեմ, ասում է, ինչ ծանր բան, ասում է, ուզում եմ մարդ սպանեմ, ասում է, դա շատ թանկ կարժեն, ասում է, շքան, ու ասում է, մոտավորապես էլի, չգիտեմ, $1 միլիոն ասենք, այս ժամանակ դոլար չի եղել։ Ասում է, հա, այդքանը կբերես, ես կներեմ քո մեղքերը։ Ասում է, բայց ում ես սպանելու։ Ասում է, քեզ։ Ոնց է ձեր դուրը կգատ ես բանը։ Ձեր դուրը կգատ ես բանը։ Աստված մեր անհաշիվ մեղքերն ա ներել։ Դրա համար գոհացեք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև նրա ողորմությունը հավիտյան է։ Ես եկել եմ նրա հետ հանդիպելու, ինչ որ ինքը ասում է, ես պետք է լսեմ։ Հիշում եք Մարիամի խորհուրդը, այն տան սպասավորներին, ինչ կասի արեք։ Ինչ կասի արեք։ Ռուբիկ եղբայր, քո ասածը նրա հետ ասածի հետ համեմատեցիր, ոչ, Աստվածաշնչի ասածը նրա ասածի հետ համեմատեցի։ Նրա համար, եթե ուշադրություն եք դարձնում, ես ինձանից որևէ պատմություն չեմ հորինում։ Ես Աստվածաշնչի վրա հիմնված մարդ եմ, Աստվածաշունչի իմ կյանքն է, Աստծո խոսքը իմ միակ լույսն է։ Իմ հեղինակությունն է։ Այսինչ եղբայրը այսպիսի բան ասեց, ինչ տեսեք ինչ շնցելի, արեք մի հատ լավ զարմանանք, ասենք ես ինչ մեծ հայտնություն էր։ Չկա այդպիսի բան։ Աստվածաշնչից մեծ հեղինակություն չկա։ Եվ վերջ։ Ուզում ես հեքիաթ պատմի, ուզում ես եկեղեցու մեր կարգնա, մեր դրվածքնա, չգիտեմ։ Երեք էլ մեկի հետ խոսում էի, որ չգիտեմ ինչ որտեղ, երբ որ իմացել են, որ չգիտեմ, ինչ որ մեկը հանդիպել է, ասել է հանդիպեցի, Թումանյանին, հա, վարդապետություն ծռողը։ Բա ոնց։ Էսի խիստ վարդապետություն եմ հիմա ես ծռում, լավ իմացեք։ Հիմա դուք ծուռ վարդապետություն եք լսում։ Ուզում ես հարցնես, դու գոնե գիտես ինչ է վարդապետությունը։ Արի մեր Աստվածաշնչյան դպրոցի առաջի դասարանից սկսի։ Քեզ կսովորեցնեն ինչ է վարդապետությունը։ Հետո կա երկրորդ դասարան։ Հետո կա հոգևոր համալսարան։ Բարձր հեղինակությամբ ամերիկյան համալսարան։ Որ աշխարհն է այդ հեղինակության հետ հաշվի նստում։ Այնտեղ էլ եթե լավ սովորես առաջ երկրորդ դասարանը լավ ավարտես, կուղարկենք այնտեղ էլ սովորես։ Որ մի քիչ քո բթամտությունը հեռանա քեզանից։ Ամեն։ Կամ Աստծո ողորմությունը կհանդիպի մեզ մեր ապաշխարության պատճառով, կամ Աստծո պատիժը կհանդիպի մեզ, որովհետև ասում էր, դու գտասիր, բարի, ողորմած, ներող Աստված ես, որ ներում ես մեղք և հանցանք, բոլոր տեսակի մեղք և հանցանք, բայց հանցավորին, ես արդեն ասեցի, հանցավորը նա է, ով չի խոստովանում, չի զղջում, և հանցավորը նա է, որ ապստամբում Աստծո առաջ, անպատիժ չես թողա, ամեն ինչ արեք, որ փախտնեք այս երկու կատեգորիայից դուրս գաք, այդ խավի մեջ մի մնացեք, այո, ես մարդ եմ, կարող եմ սայթակել, բայց ծնկերս չի ջարդվի, որ ծնկի գամ ասեմ տերների, և ես այնքան շատ եմ անում տենց, էլ բան ու գործ չունես, Ռուբիկ եղբայր, քեզ հարցնեմ, քո բանի գործու անունն ինչ է, որ մեղք ես գործում ու չես խոստովանում։
Այդ հարցին էլ դու պատասխանի։ Ռուբիկ եղբայր, կասես ինչ մեղքեր ես գործում։ Այդ քո պատկերացրած բաներից չկա։ Բայց հասկացեք, մեղքը այդ քո պատկերացրած բաները չի եղել, երբ որ Ադամը մեռավ։ Ադամը ոչ անբարոյություն արեց, որովհետև մի հատ կին կար, էն էլ իր կինն էր։ Ադամը ոչ գողություն արեց, որովհետև ինչ որ կար իր աններ, ումից պիտի գողանար։ Ադամը Աստծուն չհնազանդվեց։ Հիմա ինչ ասեմ, ընդեղ նստողը որ պետք է ալներ, այսօր հնազանդվել Աստծուն, որ ընդեղ նստած չի։ Եկուցել որ քո աթոռնա դատարկ դինելու Աստծուն հնազանդվելա, այդ ինչ մեծ բան է որ, Ադամի արած ինչ մեծ բան էր։ Սիրուն էր, պտուղը վերցրեց մի հատ կերավ, դու ասում ես խնձոր, բայց ընդեղ խնձոր չի գրած։ Մի հատ խնձոր ուտելու համար խնդիրը մի հատ խնձորը չի, խնդիրը Աստծուն չվստահելը արհամարելն է։ Այդ ով ասել, որ չգանք ես ամեն մեկը իր այն մեկն ասում է, քարը որ չգաս պաչես, սուտ է, քարը պաչելով չի, սուտ է, ստեղ նստելով չի փրկվել։ Ասում եմ շատերը ստեղ երկար կնստեն ու դժոխք կգնան, եթե չապաշխարեն ու կյանքները չփոխվի։ Եթե շարունակեն կապիկություն անել ու Աստծո հետ բան խաղան, խաղ խաղան, պահկվոցի խաղան, չկա տես բան, ապաշխարեք։ Բոլորը կարող են մեղանչել եւ դուք եք մեղանչում եւ դա ողբերգություն մի համարեք։ Ողբերգություն համարեք այն, որ չեք ապաշխարում, չեք զղջում եւ չեք դողում։ Ամեն։ Իրար լավ հասկանում ենք։ Հուսով եմ ոչ մեկը դժգոհ չի գնալու ստեղից։ Տերը ողորմած է։ Ողորմած է Տերը։ Ողորմած է Տերը։ Ես իմ падգամը արդեն կարծես թե падգամս քարոզեցի, բայց падգամս հետո կքարոզեմ։ Չգիտեմ, որովհետև առավոտյան երբեմն շատ պարզ իրավիճակում ոչինչ չկա, հանգիստ, դու արթնացել ես, եկել ես, վերջապես մեկ է գալիս են բաներ, որ դու չես կարող անտարբեր անցնես։ Ես չեմ կարող ասել, թե Տերն ասավ գրիչը վեկալ, գրի։ Չէ։ Ես ասում եմ, իմ падգամի առաջի տողը կարդամ, որ դեռ հենց նոր հասա։ Սիրելի բարեկամներ, խոստովանենք, որ մեր կյանքի ամենալուսավոր պահերը հաճախ կապված են բարության եւ ողորմության հետ։ Ես էլ չեմ կարդացել։ Դու չես կարող եւ չեմ էլ ուզում։ Հիմա չեմ ուզում նորից թեման փոխեմ գնանք։ Հաջորդ անգամ միգուցե ոչ թե հենց հաջորդ անգամ, այլ ինչ որ մի անգամ անպայման շարունակությունն էլի ողորմության հետ է կապված, բայց այն ինչ որ ես ասեցի, չեմ ուզում падգամն էլ երկարացնեմ, կարծում եմ մտածելու բան բոլորս ունենք։ Աստծո հետ կատակ մի արեք, Աստված կներեք, որ ասում եմ, Աստված մեր թայը չի։ Աստված է երկնքում, տիեզերքի արարիչն է, որ նայում ես գիշերը երկինք այդ աստղերը, այն ամեն մի աստղը այստեղից, չգիտեմ, չեմ կարող բացատրել, որ ասեմ 10 անգամ Ամերիկա գնաս գաս, չէ, ընդհանրապես չեմ կարող բացատրել, եւ ոչ մեկը չի կարող բացատրել։ Ասում են, այս աստղը այսքան լուսային տարի հեռու է, մեկ վայրկյանն էլ 300,000 կիլոմետր է, դե արի հաշվի, լուսային տարի, 360-ը բազմապատկի, չգիտեմ, օրը 24-ով, հետո դա բազմապատկի եվս 60-ով, հետո էդի բազմապատկի եվս էլի 60-ով, չգիտեմ էլի բազմապատկի 60-ով ու էդի բազմապատկի այսքան միլիոն տարով, բան չհասկացա, խելք չունես, չես հասկանում, լավ ֆիզիկները, լավ չգիտեմ հասկանում են, թե հասկանում են, անհասկանալի բանը չես կարող ըմբռնել։ Մեր չափումի մեջ չի, մեր չափումից դուրս է։ Այդ մի քիչ այդ 3D, չգիտեմ ինչ այդ չափումները որ անում են, մի քիչ մարդիկ մոտեցնում են նրան, որ կա մի իրականություն, որ մեր իրականությունից, սովորական իրականությունից, օրինակ ասենք մի 50 տարի առաջ, ասենք դպրոցում ինձ ասեին 3D, ես ինչ պիտի հասկանայի։ Կամ այդ ասողը ինչ պիտի հասկանար։
Մեր չափումի մեջ չի։ Հոգևոր չափումը տարբեր չափումներ կա։ Մենք այդ չենք կարող հասկանալ, բայց այն ինչ որ մեզ փրկության, Աստված պաշտության համար պետք է, նա այնքան պարզ է գրված, որ մենք հասկանում ենք։ Իմ Աստվածը սիրում է ինձ։ Ինչի համար։ Իմ հետ կապված չի, կապված է իր հետ։ Այսինքն ոնց։ Ինքը ինձ գնեց, որովհետև ինձ սիրեց։ Երբ որ իմ պապն էլ ծնված չէր, ինքը ինձ սիրեց, դու հասկանում ես ինչ ես խոսում։ Չէ, չեմ հասկանում։ Հավատում եմ։ Ամեն։ Սիրեք Աստծուն։ Որ գալիս եք եկեղեցի երկրպագեք, ես ինչ են երգում։ Երկրպագի, եթե անգամ չես կարողանում երգես, խոնարհվի Աստծո առաջ, բարձրացրու ձեռքերդ։ Ոչ մեկը քեզ չի ասի երգում են, դու էլ երգի։ Բարձրացրու ձեռքերդ, բայց երկրպագի Աստծուն, հոգով, ճշմարտությունով։ Աստված մեր անբարբար հառաչանքները անգամ հասկանում է ու պատասխանում։ Գրված է այստեղ, անբարբար։ Դու կարող ես քո մտքերի հետ Աստծո հետ զրուցում, մտքով Աստծո հետ զրուցում ես ու մի հատ ասում ես տքոց ես հանում։ Աստված հասկանում է թե ինչու դու այդ հոգոցը հանեցիր։ Այդ անբարբար հառաչանքը ինչու քեզանից դուրս եկավ։ Մտածում ես թե ոնց գնաս նրան սպանես, թե մտածում ես ոնց Աստծուն հաճեցնես։ Որտեղից եկավ։ Աստված սրտեր քննող Աստվածը։ Ամեն։ Իմ սիրելի քույրեր եղբայրներ, Աստված մեզ իսկապես շատ է սիրում։ Հենց ձեր վրա, անկեղծ եղեք, ձեր վրա, ինչու է քեզ այդքան էլ համբերում։ Ռուբիկ եղբայր այդքան վատատես ես, չէ, իսեր Աստծո։ Ես ոչ մեկի սիրտը, կյանքը չգիտեմ։ Չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Բայց ես գիտեմ իմ կյանքը, գիտեմ իմ օրինակը, գիտեմ իմ մտքերը, գիտեմ իմ ապրումները նրա հետ, գիտեմ, որ ինչ ուզում է լինի, եթե հանկարծ իմ հարաբերությունը Աստծո հետ են չի, ես ոչ ուտել եմ ուզում, ոչ խմել եմ ուզում, ոչ ապրել եմ ուզում, չեմ ուզում, որովհետև կյանքը կորցնում է իր բովանդակությունը, իր իմաստը,